Խոշտանգման դեպքերին կանրադառնաք ոստիկանության կողմից արցախցի երիտասարդի նկատմամբ նման վերաբերմունքը ինչպես կարող է մեկնաբանել։ Ես արդեն հարցին բավական հանգամանալից անդրադարձա, կարծում եմ ըստ այդմ նոր հարցադրումների տեղիք չտվեցի։ Բայց անդրադարձը կարծես ավելի շատ հերքում էր դեպքը, որտեղ կասկածի տակ էր դնում խոշտանգման փաստը։ Ինչու պետք է մարդը ուզենար սուտ մատնություն անել, հա, արցախցի երիտասարդ սոցիալական շատ հարցեր ունի լուծելու, պետք է ոստիկանների նկատմամբ սուտ մատնություն անել։ Դուք կարծում եմ ամբողջ ընթացքին եղել եք։ Երբ որ ես արձագանքեցի այս հարցին եւ իմ խոսքում չկար որևէ հերքում կամ հաստատում։ Ես նշեցի, որ ցանկացած հանցագործություն պիտի ենթարկվի օբյեկտիվ քննության, հանցագործության մասին ահազանգ եւ կոնկրետ արձագանք լինի, կհաստատվի կամ կհերկվի տվյալ վարույթի շրջանակներում, դրանից հետո կանրադառնանք կոնկրետ գնահատականներին։ Եվ իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Դուք կհանդուրժեիք նմանատիպ պրոցես։ Որ ենք մեղավոր են, բայց առաջի դեպքը չի, հա, Սամվել Վարդանյանի դեպքն էլ կա, նախկինում բազում ահազանգեր են եղել ոստիկանության կողմից խոշտանգումների։ Չի կարող այդ բոլորը լինել սուտ մատնություն կամ կեղծ ինֆորմացիա։ Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները եւ ես չեմ հավակնում մտածելու, որ բոլորը սուտ է կամ բոլորը կեղծ է, որովհետեւ այս պահին նման պնդում անել որևէ մեկը իրավասություն չունի։ Տիկին Սարգսյան, դուք նշում եք, որ փորձաքննությամբ չեն հաստատվել, հա, եթե չեմ սխալվում, իստում այդպես ասեցիք, բայց փաստաբանն ասում է, որ նախ փորձաքննություն իրականացվել է դեպքից մի քանի օր հետո եւ բացի այդ էլ հիվանդանոցում արդեն իսկ տղայի վրա արձանագրվել են այդ մարմնական վնասվածքները, մասնավորապես վնասվածքներ ականջի հատվածում, սալջարդեր։ Դուք ինչու եք հակված հավատալ 4 օր հետո արված փորձաքննության, այլ ոչ թե դեպքից անմիջապես հետո հիվանդանոցի տված եզրակացության։ Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, որովհետև իմ խոսքում էլ նշեցի, որ սրանք հարցեր են, որոնք անաչառ դիտորդի մոտ պիտի առաջանան, եթե անաչառ դիտորդը ցանկություն ունի օբյեկտիվ պատկերը հասկանալու։ Հիմա, եթե կար արձագանք, որ 10 րոպեն մեկ, ինտենսիվ ծեծ եւ այլն, առաջարկ դիտորդի մոտ պիտի տպավորություն ստեղծի, որ պիտի լինեն այլ արձանագրումներ, թե հիվանդանոցում, թե դատաբժշկի կողմից։ Իմ նշած հանգամանքը միայն այն է, որ ես որպես այս պահին արդեն իսկ անաչառ դիտորդ քրեական վարույթի աչքերով, իհարկե որպես անաչառ դիտորդ, այլ որ ծառայողական քննության, այս պայծրությամբ այդ հարցերը առնվազն քննարկման առարկա եմ դարձում ինքս ինձ համար, որպեսզի հասկանամ, թե հետագայում արդեն քննության արդյունքներով ինչպիսի ընթացք պիտի լինի։ Կարծում եմ, որ նույն այդ հանգամանքները, նույն այդ հարցադրումները վստահ պաշտպանական կողմը կդարձնի քննարկման առարկա կոնկրետ վարույթի շրջանակներում։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ես չեմ ուզում ինչ-որ մի ձև այս պահին տանեմ նրան, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը ներկայացնեմ քրեական վարույթի, որովհետև վստահաբար վարույթում ներգրաված բոլոր անձինք տեղյակ են թե իրենց իրավունքներից, թե պարտականություններից, կարող են անել համապատասխան միջնորդություններ, որոնք որ պիտի ելքը կանխորոշեն։ Քննչական կոմիտեն պիտի նաև հարցաքննի ոստիկաններին, կրկին տուժողին, կարիք լինի առերեսման իրականացնելու, մնացյալ բոլոր դատավարական գործողություններ, այսինքն առանց այդ դատավարական գործողությունների գնահատական տալը գործընկերներ ջան, չի ստացվի ուղղակի։ Դա լինում է միակողմանի, այսինքն եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ։ Բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Բայց նորից եմ շեշտում, ես այս պայծրությամբ այդ դեպքի մասով որևէ գնահատական տալ չեմ կարող,
Բարձրացրեցի ընդամենը հարցադրումներ, համարեք բարձրաձայն մտածել եմ, որովհետև ինձ մոտ այդ հարցադրումները առաջացել էին։ Մնացյալը քննությունը պիտի տա։ Անհրաժեշտություն տեսնում եք Հանրապես որևիցե արդյունք չի տալիս եւ այդ ջարդարարների խումբը մշտապես մնում է, հա, ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում։ Խնդիրը սա է, հա, մենք չենք ընդհանրացնում, հա, որ ամբողջ համակարգը այդպեսին է, բայց թեկուզ մի քանիսի ներկայությունը ձեզ համար մտահոգիչ չի, որ ընդհանուր, ինչպես դուք եք ասել, հա, այսօր 75%-ը վստահում է, իհարկե այդ թիվը չգիտեմ որտեղից եք վերցրել, բայց այնուամենայնիվ կա մի խումբ, որը ըստ էության իրականացնում է ջարդարարություն։ Ալավերդիում Պարեկը քաղաքացու մոտ զենք փնտրելու համար ասում է տաբատը իջեցրա, տանում են բաժին ծեծում են։ Ես գիտեմ, որ ներքին անվտանգության ծառայությունում այդ մասով քննություն կա։ Այդ գործով ինչ բացայտվեց Տիկին Սարգսյան։ Հիմա ինչ որ նկարագրեցիք, դրանք բոլորը կարծիքներ են դեպքերի մասով, որովհետև կարող են ես կարող եմ ահազանգել, որ ես խոշտանգվել եմ կամ իմ նկատմամբ հարձակում է եղել։ Քննությունը պիտի տա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մենք որակումներ ենք տալիս տարբեր ծառայությունների մասով, դա մեր կարծիքն է ընդամենը, որովհետև եթե վարույթի կասկածում եք փաստաբանի հայտարարությանը։ Ես որևէ մեկի հայտարարությանը չեմ կասկածում, որովհետև ես գիտեմ, որ մեր երկրում կա քրեական դատավարության օրենսգիրք, որը այդ բոլոր հարցերը կարգավորում է։ Եթե մենք կանչել եք օրինակ երկու ոստիկանին, որոնք նույնականացվել են ձեր աշխատասենյակ, օրինակ ինքներդ ներքին զրույց ունեցել եք, հարցրել եք, դա այդպես է, թե այդպես չի եղել, փաստաբանի նույնականացված տվյալները արդյոք ճիշտ են, թե ճիշտ չեն։ Գիտեք, չէ, որ ապօրինի բան եք ասում։ Ինչի՞։ Ծառայական քննության իրականացնող կոնկրետ ստորաբաժանում կա եւ իմ կողմից ցանկացած նմանատիպ զրույթ ոչ ծառայական քննության շրջանակներում, դա ուղղակի ոչ իրավաչափ process-ի մասին է խոսում։ Իմ խնդրանքը, հորդորը, թեկուզեք պահանջը այն է, որ դուք եւս չտրվեք տարբեր սադրանքների եւ մի պահ հետ կանգնելով այս ամբողջ ինֆորմացիայից փորձեք ընդհանուր առմամբ հայաց գցել ընդհանուր process-ին եւ հասկանալ ինչ է տեղի ունենում։ Եք նման ոստիկանների, օրինակ ակցիաների ժամանակ, ովքեր ոչ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը շեշտում եմ, որտեղ համակարգում կան եւ լավագույնները, բայց կան ոստիկաններ, որոնք իրենց ոչ կոռեկտ են, հա, մեղմ ասած, բաղում այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բարձրաձայնվում է, ասվում է, որ ծառայական քննություն, բայց չեն պատժվում։ Խնդիրը այստեղ է, որ կա անպատժելիություն, որովհետեւ այդ մարդիկ անպատժել են եւ պետք են համակարգի։ Ես Եղաբլուրում ծնողների հետ ես գործընկերներ ինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ գործընկերներ, հարգելի լրագրողներ, կոնկրետ բոլոր դեպքերով կա ընթացք։ Մի դեպքում ծառայական քննության տիրույթում է հարցը, մի դեպքում քրեական բարույթի նախաքննության փուլում, մի դեպքում դատական քննության փուլում։ Դուք ակնկալում եք, որ ես մի դեպքում քննիչի, մի դեպքում դատավորի փոխարեն անեմ եզրահանգումներ, երբ որ ես նման իրավասություն չունեմ, հետևաբար նախաքննական մարմինը կշարունակի օբյեկտիվ քննությունը կոնկրետ բոլոր գործերով եւ պատեհ պահի կհանրայնացի համապատասխան ինֆորմացիա։ Ժողովուրդ հերթով երկու ոստիկաններ բարձվել ովքեր մնացածը անհայտ է, դժվար է այդ օրերի ընթացքում բացել։ Ճիշտն ասած, ես այդ հարցադրմանը չուզեցի անդրադառնալ իմ խոսքում, բայց տարբեր ամեն դեպքում խոսույթներում կա երկու ոստիկանի մասով ինֆորմացիա, մի դեպքում 6 ոստիկանի, մյուս դեպքում 8 ոստիկանի, հիմա ես էլ չգիտեմ քանի ոստիկանի։ Երկուսը նույնականացված են, 6-ից երկուսն են նույնականացվել եւ հաստաբանն ասում է ինքն է այդ նույնականացման գործընթացը իրենք են արել։ Այս պահի դրությամբ կա ծառայական քննություն, կա զուգահեռ քրեական վարույթ, քրեական վարույթի ծառայական քննությամբ քննարկվում է դեպքը։ Քրեական վարույթի շրջանակներում կա դատավարական գործիքակազմ, անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասով, բայց դրա համար եւս պետք են համապատասխան հիմքեր։ Հիմա որ ասեք, օրինակ, այսօր դադարեցրեք լիազորությունները կամ վաղը դադարեցրեք կամ երեք պիտի դադարեցրած լինենք, դրանց համար հիմքեր են պետք։ Սիրելի